Յուքոմի աջակցությամբ Palm Drone համայնքը առաջին անգամ Հայաստանում անցկացրեց առաջին դեմքից դիտում ապահովող դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավը։ Յուքոմն արդեն երկրորդ տարին է, որպես գլխավոր տեխնոլոգիական գործընկեր, աջակցում համայնքի տեխնոլոգիական եւ կրթական նախաձեռնություններին։ Մրցարշավը համախմբել էր տարածաշրջանի ավելի քան 100 լավագույն օդաչուների եւ ոլորտի ներկայացուցիչների Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից եւ այլ երկրներից։ Այն անցկացվել է Multi-GP միջազգային ստանդարտներով, նպատակ ունենալով նպաստել Հայաստանում անօդաչու թռչող սարքերի ոլորտի զարգացմանը, խթանել նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև զարգացնել մասնակիցների մասնագիտական հմտություններն ու կարողությունները։ Այս սարքերը հատկապես, բացի որ ինքը հրավիրում է մասնակիցներ արտասահմանից, փորձը, որ գիսվում է այդ արտասահմանցի մասնակետը մեր երիտասարդների հետ, օգնում է, որ մերոնց մտածելակերպը ավելի ջիգուն լինի տեխնոլոգիական տեսանկյունից, որտեղ այսօրվա երիտասարդները ինչքան փորձ ցեք բերեն, ինչքան հմտություն ցեք բերեն եւ ինչքան իրենց մտածելակերպը զարգացնեն, իրենք մեր ապակայի երաշխավորն են։ Մրցարշավի միջոցով նախատեսվում է բարձրացնել ԱԹՍ-ների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը եւ ընդլայնել դրանց կիրառման հնարավորությունները Հայաստանում։ Մասնակիցների ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները հետագայում կարող են կիրառվել տարբեր ոլորտներում։ Ցանկանայի շնորհակալություն հայտնել Յուքոմ ընկերությանը, ով մեր տեխնոլոգիական հովանավորն է թե այս մրցարշավի, թե դասընթացների, որ հասկանալով, քննարկելով այս ամենը մենք կարողանում ենք հնարավորություն տանք երեխաներին, պատանիներին, մեծահասակներին կրթվելու, սովորելու ու իրենց արդյունքը մրցույթի տեսքով ցուցադրելու թե մեր գործընկերներին, թե ամբողջ հայությանը հենց իրենց կարողանում են ապացուցեն։ Միջոցառման եզրափակիչ փուլի արդյունքներով հայտարարվեցին 3 անվանակարգերի հաղթողները։ Սկսնակ, միջին փորձառություն ունեցող եւ փորձառու օպերատորներին հանձնվեցին իրենց մրցանակները։ Յուքոմի կողմից այս տարի եւս նախատեսվել էր հատուկ մրցանակ, որը հանձնվեց մրցույթի 16-ամյա մասնակցին ակտիվ ներգրավվածության համար։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։